Սիրելիներ, ինչպես ձեզ խոստացել էի, այժմ ներկայացնեմ, թե ինչպես կարելի է պատրաստել չախոբիլի չափազանց պարզ, հետաքրքիր ու նոր տարբերակով, որի արդյունքում կստանանք նմանատիպ տեսք ու յուրահատուկ համ։ Թե ինչ, անցնենք գործի ու պատրաստենք։ Տապակին կտակացնենք, մեջը ավելացնելով ձիթայուղ կամ կարագ։ Ու այնուհետև հավը, որը առանձնացրել ենք կաշվից, կտեղափոխենք տապակու մեջ ու երկու կողմը կտապակենք, մինչև ստացվի ոսկեգույն երանգ։ Այնուհետև վրան կավելացնենք մի փոքր աղ, որպեսզի պարզապես ձեթը հանգստանա կամ յուղը, շուռ կտանք, որպեսզի երկու կողմն էլ հավասարաչափ կարմրի և լավ տապակվելուց հետո նոր կհանենք թափայից։ Նաև վրան կտեղադրենք կապարիչ, որպեսզի ինքը մի փոքր էլ շոգի խաշվի ու ավելի շուտ ստանանք արդյունքը։ Շարունակ խառնելով կստանանք հետևյալ արդյունքը։ Ահա և պատրաստ է։ Կարող ենք տեղադրել ափսեի կամ պնակի մեջ և անցնել հաջորդի գործողությանը։ Նույն յուղի մեջ կտեղափոխենք 4 գլուխ սոխ նախապես կտրատած ու կտապակենք։ Մոտ կես կիլոգրամ սոխ։ Կտրատեք այնպես, ինչպես սիրում եք տեսնել չախոբիլի մեջ։ Մի փոքր կբաշտակումի, հետո կավելացնենք կանաչ պղպեղը կամ կանաչ բիբարը։ Վերցրել եմ 2 կանաչ պղպեղ, կարող եք վերցնել նաև կարմիր պղպեղ։ Երկու կտրատած կանաչ պղպեղներ։ Այնուհետև լավ խառնելուց հետո կավելացնենք նաև
մոտ 600 գրամ կտրատած պոմիդոր, 500 գրամից 600 գրամ, և այս ամենը մսի հետ միաժամանակ, հավիկ, տաբագած, կարմրացրած մսի հետ միաժամանակ կեփեք, ավելացնելով 1 թեյի գդալ կարմիր պղպեղ, 1 աղ և կես թեյի գդալ խմելի սունելի, որը ավելի համեղ կդարձնի։ Այդ երեքը կարող ենք խառնել իրար հետ ու տեղափոխել մնացած բաղադրիչների վրա։ Այս բոլոր բաղադրիչները լավ խառնելուց հետո, ինչպես նշեցի, կտեղափոխենք հավի տաբագած հատվածները և կթողնենք, որ բոլորը միասին մի լավ եփվեն, շոգեխաշվեն և համային յուրահատուկ փոխանցումներ կատարվեն։ Լցնելուց, տեղադրելուց հետո վրան կլցնենք նաև մեր նախապես պատրաստած սոխորածը, որպեսզի ավելի հեշտ ձևով համային փոխանցում կատարվի և կթողնենք, որպեսզի շոգեխաշվի մոտ 20-ից 30 րոպե, այսինքն այնքան ժամանակ, մինչև որ հավը ամբողջությամբ կեփվի։ Ահա և մեր շախոբուլին պատրաստ է, վրան կավելացնենք խառը կանաչի, կարող եք ավելացնել կանաչ սող, ինչ որ ունեք ձեր ձեռքի տակ, որպեսզի համը էլ ավելի յուրահատուկ դառնա, տեսքը ավելի շքեղ, մատուցելուն ավելի հարմար։ Այսքանը սիրելիներ, ինչ ցանկացաք կիսվել ձեզ հետ։ Պատրաստեք և ուրախացրեք ձեր ընտանիքի անդամներին այս նոր տարբերակով, այս նոր բաղադրատոմսով և փորձելուց հետո նաև կիսվեք մեզ հետ, որպեսզի տեսնենք, արդյոք այս տարբերակը ձեր ընտանիքի անդամներին ուրախացրեց։ Այսքանը սիրելիներ, լավ մնացեք, շարունակեք հետևել մեր օգտակար խորհուրդներ ալիքում, եթե այն իրականում օգտակար եք համարում, ինչպես նաև կիսվեք մյուսների հետ էլ, թող մյուսներն էլ ծանոթանան այս բաղադրատոմսի հետ։ Հաջորդ տեսանյութում կտեղադրեմ, թե ինչպես արագ ու հեշտ պատրաստել գաթաներ և ինչպես ավելի հեշտացնենք մեր խոհանոցային գործը։ Այսքանն սիրելիներ, լավ մնացեք։